Ոչ, Չեն կողմ կանգնեք չխանգարեք։ Անհրաժեշտ ձայների քանակը 15 թե 13 կարևոր է խմբակցությունը ունի որոշում բավարար չափով ձայներ ապահովում։ Այսինքն 13 այո 53 ձայն է պետք։ Այդ թվում նաև Սարգսյանի Այսինքն Տիկին Մանավազյան, ուղղակի քաղաքական որոշումն է, որ ավելի ձայն չլինի, այնքան որքան դուք հակառակ դեպքում կողմ չէիք քվի, եթե օրինակ ավելի շատ ձայներ ունենար ընդդիմադիր։ Նախ հաշվենք առը, որ այո, այնքան որքան բավարար է, որովհետև իրենց մեր տեխնացուներին կողմ ձայն չեն տվել, թեև նշեցի, որ առավել քան արժանի էին մեր տեխնացուները, ամեն դեպքում որոշում ունենք խմբակցության, որպեսզի բավարար ձայներ Այսինքն չենք տապալում ընտրությունը։ Այո, չենք տապալում ընտրությունը, թեև համաձայն չեմ այն կարծիքին, որ դա մեր պարտավորությունն է, մենք կարող ենք չընտրել, երկրորդ անգամ տեխնացու կառաջադրեին, երրորդ անգամ կառաջադրեին, կանցնենք հարցերի օրակարգի հաջորդ օրակարգին եւ որևէ բան տեղի չէր ունենա ազգային ժողովում։ Այսինքն ընտրել եք պատգամավորներին, որոնք պիտի քվեարկեն։ Դա ինչքան կարևոր է, ոնց ենք ընտրել։ Ոչ, նախասիրություն չի։ Օրինակ ինչպես հարցրեցիկով է ուզում քվեարկել, հա, Արեն Վարդիվանյանի օգտին 10։ Ոչ, նման բան չի եղել։ Դա եղել է ըստ Ճնշել եք ստացվում 13 հոգու, որ կան Արեն Վարդիվանյանը։ Չենք ճնշել, դա եղել է, նշում եմ, Նարեկ, դա եղել է խմբակցության որոշում։ 13 հոգի ընտրելու է։ Հետո կտեսնեք ինչպես է եղել, որ այսինքն որևէ մեկի չենք ճնշել։ Օրինակ ժամանակին Նիկոլ Փաշինյանի ժամանակ տվեց գործարար թևի ձայներ, այսպես ասենք, գնացին Նիկոլ Փաշինյանի, որ դա Ոչ, նման բան չկա, դա խմբակցության որոշումն է, ներսում որոշել ենք ովքեր են լինելու։ Եղել են մարդիկ, որ սկզբունքորեն ասել են, որ չեն ընտրի անկախ խմբակցության որոշումից։ Մենք խմբակցությունում ունենում ենք քննարկումներ լինում են շատ առողջ, բայց անկախ այդ ամենից ոչ։ Այսինքն ընդհանուր որոշում է լինում, ընդհանուր որոշման երբ որ գալիս ենք, էական չի, արդեն ով ինչ դիրքորոշում, այսինքն ունենք որոշում ժողովուրդ, ինչ կարևոր է, որ պատգամավորն է ինչ կարծիք հայտնել, կամ դա փակ քննարկում է։ Պարտավոր չէինք, մենք սկզբունքորեն Տիկին Մանավազյան ասում ենք պարտավոր չէինք, բայց որոշում Այո, պարտավոր չենք եւ որոշում ունեցանք, որ մտնեք ընդդիմությանը։ Նաեւ կառուցողական դաշտ ենք ուզում դա մենք նույնիսկ լսեցինք իրենց գործընկերոջ ելույթը, որը իսկապես ամոթալի էր իրենց գործընկերոջ հանդեպ, հենց ինքը պետք էր այստեղ հանրությունից եւ բոլոր քաղաքացիներից ներողություն խնդրեր սակրավորների թեմայով իր հայտարարության համար, որը ավելի կառուցողական դաշտ կբերեր իր գործընկերոջ ընտրությունը, բայց այնուամենայնիվ մենք ունենք որոշում եւ այդ որոշում պահում ենք հաշվի առնելով կառուցողական աշխատանքը, հարգելով սահմանադրությունը, հարգելով ազգային ժողովի ինստիտուտը, նման որոշում ենք կայացրել։ Դիրքորոշման փոփոխություն է եղել ընդդիմության հետ ավելի կառուցողական դաշտ մտնել, որովհետեւ մինչեւ ազգային ժողովի 9-րդ գումարում այլ հայտարարություններ էր հնչում ձեր խմբակցության։ Դա ես նշեցի, որ նախորդ 5 տարիներին հնարավոր ամեն բան արվել է ազգային ժողովի վարկանիշը նսեմացնելու եւ ցածրացնելու եւ այսօր մենք մեր աշխատանքով, պահվածքով, խոսքի նաեւ բարեվարկությամբ եւ մոտեցմամբ փորձում ենք ավելի կառուցողական եւ բարձր։ Հետ քայլ չենք արել, սա առաջ քայլ է, որովհետեւ սովորեցնենք եւ այլն։ Դա ինչ կապ ունի քաղաքական խոսքի հետ։ Քաղաքական խոսքը միշտ լինելու է։ Նախագահ կնեք ասում էր արեք Ազգային ժողովի նախագահը զրական կետ է հայտարարել եւ կոչ արել, որպեսզի ազգային ժողովում որևէ սահման չհատվի եւ աշխատանքային կառուցողական մթնոլորտում անցնի բոլոր քննարկումները, թեև սուր բոլոր քննադատությունների եւ հայտարարություններին, դրանք քաղաքական տեքստեր են, որոնք հնչելու են, լինելու են եւ միշտ լինելու է քննադատություն եւ սերժ հայոյանքներ, չենք լսելու մեղադրանքներ։ Եթե մեկ շաբաթ եւ 7 օր էստեղ եք եղել որևէ բան չեք տեսել, ուրեմն վստահ եմ, որ հաջորդը չի լինելու։ Ես չեմ կարող երաշխավորել ընդդիմության վարքագիծը վաղը ինչ կլինի։
կլինի կամ ինչպես կլինի, դա ուղղակի համարժեք պատասխան է լինում։ Կոսովոյի խորհրդանի աշխատանքից չողոքեվորեցի։ Ես Զվերով հարվածում եմ։ այսքանով կավարտեմ, շնորհակալ եմ։